Եթե ԿՊԱ-ական չես, ուրեմն դու իրավունք չունես ընտրացուցակներում ներգրավելու։ Այդ մարդկանց աշխատանքից ազատում են, այդ մարդկանց մերձավորներին աշխատանքից ազատում են։ Այլ բռնաճնշումը ո՞նց է լինում, այլ ռեպրեսիան ո՞նց է լինում։ Եվ այդ քիչ չի, մի հատ էլ հետընտրական պրոցեսների մեջ արդեն հասկանալով, որ իրենք այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը, ընկել է ցնցումների մեջ եւ նման պրոցեսները փորձում անի այն մնացած մարդկանց վախեցնելու, ճնշում գործադրելու, փորձելու որ զերծ պահեն իրենց ակտիվ մասնակցությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրական պրոցեսներին ակտիվ մասնակցելու, իր ձայնը բարձրացնելու, իր տեսակետները հայտնելու, իր օրենքի շրջանակներում իր քարոզարշավը իրականացնելու։ Հիմա այդ բոլոր իրավունքներից ուզում են ընդդիմությանը զրկեն, մենակ քարոզարշավ անելու իրավունքը, այն էլ ոչ օրինական մեթոդներով ունի իշխանությունը։ Իշխանությունը իր ձեռքի տակ ունի ուժային համակարգը, եւ այդ ուժային համակարգը օգտագործվում է այս մեթոդներով, այս ձևով օգտագործվում է քաղաքական այլախոհներին ճնշելու։ Հիմի են սենց պահում իրենց։ Բա պատկերացնում եք, որ վերարտադրվեն ինչ կանեն։ Երևի քվե տված ընդդիմադիր ուժերին քվե տված մարդկանց հետևից արդեն կգնան, թե ինչի համար ես դու քվե տվել։ Ինչու ես դու քվեն տվել ընդդիմադիր այս կամ այն ուժին։ Եվ դա էլ արդեն կքրեականացնեն։ Դե հիմա արդեն ընդդիմադիր լինելն է, չէ՞, քրեականաց իրենց ոչ պաշտոնապես ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեականացված է։ Եթե դու ընդդիմադիր ես, դու արդեն քրեական գործը պատրաստ է։ Քրեական գործը պատրաստ է ու կապ չունի։ Հայտնի խոսքը չէ, ասում է քրեական օրենսգիրքը գցեք, որ էջի վրա կանգնի, այդ գործով էլ կարան քրեական գործ հարուցենք։